Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ ներկա գտնվել ու խոսել այնպիսի կարևորագույն թեմայի մասին, որն առնչվում է խոսքի ազատության հիմնախնդրին եւ խոսքի ազատության իրավունքների սահմանների հետ կապված տարատեսակ հարցերին, որովհետեւ բոլորիս համար էլ ակնհայտ է, որ խոսքի ազատությունը միանշանակ կարևորագույն մարդու իրավունքներից է, որը ցանկացած ժողովրդավարական հասարակությունում պետք է երաշխավորված լինի։ Միևնույն ժամանակ խոսքի ազատությունը ունի բովանդակային մի շարք ստանդարտներ, ունի հստակ սահմաններ, որոնք յուրաքանչյուրիս կողմից պետք է ապահովված լինեն, եւ այստեղ է, որ բազմաթիվ իրավիճակներում ամբողջ աշխարհում եւ շատ ավելի ակնհայտ մեր տիպի պետություններում մենք գործ ենք ունենում բազում խնդիրների հետ, որոնք խոսքի ազատության եւ ոչ իրավաչափ խոսքի տեսակների, մասնավորապես օրինակ ատելության խոսքի, ապատեղեկատվության եւ այլ համատեքստերում վնաս են հասցնում ոչ թե պարզապես անհատների կամ առանձին դերակատարների, այլ իրականության մեջ վնաս են հասցնում նաեւ, եթե ես իմ դերակատարության տեսանկյունից խոսեմ, հենց մարդու իրավունքների ամբողջ համակարգի։ Եվ այս մասին է, որ ուզենամ մի փոքր իմ ողջույնի խոսքի շրջանակներում ավելի մանրամասն խոսել, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ այս ծրագիրը սկսվում է մի կարևորագույն ժամանակահատվածում, երբ մենք Հայաստանի Հանրապետությունում ունենալու ենք նաև համապետական ընտրություններ եւ բոլորիս համար ակնհայտ է, որ խոսքի ազատության իրացման հետ կապված խնդիրները շատ ավելի ակնհայտ են դառնում հենց ընտրությունների, հատկապես համապետական ընտրությունների ժամանակահատվածում։ Այն, որ պետության կողմից խոսքի ազատությունը, մեդիա ազատությունը պետք է երաշխավորված լինի եւ նաեւ լրագրողների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, բնականաբար քննարկման ենթակա հարց չէ եւ պետությունը այս ուղղությամբ պետք է առավելագույն ջանքեր գործադրի, սա միանշանակ է եւ նաեւ ցանկացած վարքագծի տեսակ, որը չի համապատասխանում խոսքի ազատության, մեդիա ազատության իրավունքի շրջանակներին, պետք է արժանանա յուրաքանչյուրիս կողմից հակազդեցության։ Միևնույն ժամանակ խոսքի ազատության սահմանները պետք է պահպանված լինեն յուրաքանչյուր դերակատարի կողմից եւ ես նշեցի արդեն, որ հաճախ է ատելության խոսքի, ապատեղեկատվության դրսևորումը մարդու իրավունքների համակարգի վրա ազդեցություն ունենում։ Այս տեսանկյունից կուզենամ հատկապես շեշտադրել այն հանգամանքը, որ ընտրական գործընթացների շրջանակներում մեր տիպի պետություններում, դարձյալ ուզում եմ հատուկ շեշտադրել, որովհետև սա բնորոշ չէ ամբողջ աշխարհին, մարդու իրավունքները շատ հաճախ են գործիքայնացվում եւ գործիք են հաճախ դառնում հենց քաղաքական դերակատարների ձեռքին, ընդ որում օգտագործելով իրավունքների ամենախոցելի ասպեկտներին վերաբերելի տարբեր հանգամանքներ։ Հայաստանում հատկապես տեսանելի է, եթե այս դիտանկյունից խնդիրներին անդրադարձ կատարենք, մարդու իրավունքների շատ այսպես զգայուն թեմաների գործիքայնացումը ընտրություններին նախորդող ժամանակահատվածում։ Երևի ամենահայտնի օրինակներից մեկը հենց Եվրոպայի խորհրդի կոնվենցիաներից մեկին է վերաբերում, մասնավորապես Ստամբուլյան կոնվենցիային, որը շատ կարևոր գործիք է ընտանեկան բռնության դեմ պայքարի համար, այդ թվում կանանց, երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի համար, որի առնչությամբ գրեթե բոլոր քաղաքական դերակատարներն են մշտապես շատ այսպես կարևոր մտքեր արտահայտում, բայց օրինակ հենց այս կոնվենցիան է գործիքայնացվել ընտրություններին նախորդող ժամանակահատվածում եւ միանշանակ օգտագործվում է տարբեր քաղաքական նպատակներով, նախ տպավորություն ստեղծելով, ձևախեղված տպավորություններ ստեղծելով, այդ թվում ընտանեկան բռնության հետ կապված տարատեսակ հարցերի առնչությամբ, բայց երկրորդ հերթին նաև իրավահավասարության, երեխաների իրավունքների եւ մի շարք այլ թեմաների հետ կապված գենդերային հավասարության, որը ոչ թե պարզապես ապատեղեկատվություն է որևէ մի քաղաքական դերակատարի առնչությամբ, այլ ապատեղեկատվությունը մարդու իրավունքների մի ամբողջ համակարգի առնչությամբ, ինչը բնականաբար չի սահմանափակվում միայն ընտրական գործընթացի վրա ազդեցությամբ, այլ սահմանափակվում է մարդու իրավունքների ամբողջ համակարգի, տարածվում է մարդու իրավունքների ամբողջ համակարգի վրա ձևախեղված տպավորություններ եւ հանրային ընկալումներ ստեղծելու այդ համակարգի վրա։
Երկրորդ ամենաայսպես ակտուալ թեմաներից, որը դարձյալ գործիքայնացվում է հատկապես նախընտրական ժամանակահատվածում ու ընտրությունների ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունենալու հանգամանքը գործիքայնացնելն է քաղաքական խոսույթի համատեքստում։ Օրինակ շատ հաճախ կարելի է հանդիպել տարբեր քաղաքական հայտարարությունների, որոնք ըստ էության ուղղված են որևէ այլ քաղաքական դերակատարի թիրախավորելուն, բայց ամբողջ այդ ձևակերպման պրոցեսը իր մեջ պարունակում է հենց հաշմանդամություն ունեցող անձանց թիրախավորում։ Հատկանշական էր, որ նույնիսկ մեր մոնիթորինգի արդյունքները ցույց էին տվել, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի Հայաստան այցի ընթացքում նույնիսկ այդ այցի հետ կապված բազմաթիվ քաղաքական դիտարկումներ հենց հաշմանդամություն ունեցող անձանց թիրախավորելու միջոցով էին իրականացվում, չգիտեմ, օգտագործելով օրինակ խուլուհամր, այս մարդիկ խուլուհամր են եւ նման այլ ձևակերպումներ, որոնք իրապես խնդրահարույց են։ Մենք ինքներս էլ մեր վերջին գործերից մեկը որ ունեինք սահմանադրական դատարանում, որը վերաբերում էր դատավորի պաշտոնում տեսողության խնդիրներ եւ լսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված արգելքի վերացմանը, դարձյալ թիրախավորվել էր այդ ամբողջ գործընթացը այն ձևակերպումներով քաղաքական գործիչների կողմից, որ անհարմար ամոթ է, որ Հայաստանում օրինակ կույր մարդը կարող է դատավոր դառնալ եւ այլն։ Վերջին օրինակը երևի բերեմ եւ շատ չծանրաբեռնեմ մարդու իրավունքների հետ կապված հենց այս օրինակները ներկայացնելով։ Հայաստանում երևի թե ամենալայն տարածում ունեցող խտրական ատելության խոսույթներից մեկը, որը իր մեջ նաեւ շատ դեպքերում ապատեղեկատվություն է պարունակում եւ ամենահաճախ օգտագործողներից է քաղաքական գործընթացների շրջանակներում, հատկապես նախընտրական ժամանակահատվածներում, ազգային պատկանելության կամ էթնիկ հիմքով խտրական ու ատելության խոսքն է։ Մենք նույնիսկ քաղաքական դերակատարներ ունենք, ում քաղաքական լոզունգները հենց նման ձևակերպումների վրա են հիմնված, այսինքն կոնկրետ ազգային պատկանելության կամ էթնիկ պատկանելության հիմքով մարդկանց թիրախավորելու ձևաչափով։ Չեմ ուզենա հիմա շատ մանրամասն սրա վերաբերյալ խոսել, բայց կուզենամ հատուկ արձանագրել, որ շատ կարևոր է նաև Եվրոպայի խորհրդի անհանդուրժողականության եւ ռասիզմի դեմ կոմիտեի դիտարկումը այս հարցի առնչությամբ, որը եւս հատուկ անդրադարձել է այս խնդրին եւ այս առումով շատ կարևորում եմ Եվրոպայի խորհրդի դերակատարությունը եւ իմ վստահությունն եմ հայտնում, որ մեր բոլորի հանձնառության պարագայում հնարավոր կլինի առնվազն պատշաճ հակազդել երևույթին, որովհետև այս բոլոր թեմաների հետ կապված խոսելիս մեզանից յուրաքանչյուրը ամենօրյա ռեժիմով թիրախավորվում է նաև, բայց կուզենամ այստեղ ամփոփել բովանդակային խոսքս ու անդրադառնալ շնորհակալական խոսքի, մասնավորապես ուղղված Եվրոպայի խորհրդին։ Ես ուզում եմ հատուկ արձանագրել, որ իմ խորին համոզմամբ առաջին հերթին որպես մարդու իրավունքների պաշտպան եմ խոսում, Եվրոպայի խորհուրդը բացառիկ դերակատարություն ունի Հայաստանում ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ստանդարտների ամրապնդման հարցում եւ այս առումով կարեւոր է ինչպես Եվրոպայի խորհրդի որպես շատ կարեւոր կազմակերպության ամբողջ համակարգը եւ վերջինիս դերակատարությունը, բայց դրա հետ մեկտեղ կարեւոր են նաեւ այն մարդիկ, որոնք գործի են դնում այս ամբողջ գործիքները եւ որոնք աշխատում են այս բոլոր ծրագրերի ուղղությամբ։ Այդ առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ պարոն Լոնգանգեին եւ իր ամբողջ թիմին, Երևանյան գրասենյակի ամբողջ թիմին, որովհետեւ մենք գրասենյակի հետ ունենք, կարելի ասել, մեր ամենաարդյունավետ եւ կայուն համագործակցություններից մեկը, որը կարծում եմ նաեւ շատ կարևոր արդյունքների է բերում մարդու իրավունքների դիտանկյունից։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել թե պետական մարմինների, թե միջազգային կազմակերպությունների, թե քաղաքացիական հասարակության մեր այն բոլոր գործընկերներին, ովքեր մեզ հետ միասին աշխատում են այս հարցերի հաղթահարման, խնդիրների հաղթահարման ուղղությամբ, եւ նաև վերջում ուզում եմ իմ հանձնառությունը վերահաստատել բոլոր նշված խնդիրների հաղթահարման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման առումով։ Չեմ ուզենա ավելի շատ ծանրաբեռնել ձեր համբերությունը իմ խոսքով, հետևաբար հաջող ընթացք մաղթելով այս ծրագրին կավարտեմ խոսքս։ Շնորհակալ եմ։